Հարգելի Հայաստանի Հանրապետության տնտեսվարողներ եւ քաղաքացիներ, ես ուզում եմ անեմ քաղաքական հայտարարություն այս ամբիոնից։ Քաղաքական հայտարարության էությունը կայանում է հետևյալը, որ միավորված աշխատանքային կուսակցությունը կտրականապես դեմ է նմանատիպ փոփոխությունների, կտրականապես դեմ է Հայաստանի տնտեսվարող հատվածի նկատմամբ այսպիսի ոտնձգության եւ բերեմ մի քանի հիմնավորումներ, որի արդյունքում դուք ինքներդ կարող եք նաեւ ձեր համար հետեւություն անել։ Առաջին հիմնավորումը հետևյալն է. Արդյոք զարմանալի չի, որ եւ ընդդիմության ներկայացուցիչները եւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները նույն ձև քննադատում են այս հարկային օրենսգիրքը։ Հիմա հարցը ցակում է, հարկային օրենսգիրքը քաղաքական մեծամասնության օրենսգիրքն է։ Այսինքն այս հարկային օրենսգիրքը, այս հարկային նոր փիլիսոփայությունն դա Հովիկ Աբրահամյանի կառավարության ворթեգրած նոր փիլիսոփայությունն է Հայաստանի տնտեսության հետ կապված, որովհետեւ մինչ այդ ինչ հնչում էր կառավարության ղեկավարի անունից, այն քաղաքական հայտարարությունները, որ արվում էր այս ամբիոնից, խոսում էր այլ բանի մասին, խոսում էր նրա մասին, որ Հայաստանում տնտեսվարողների տնտեսվարման պայմանները պետք է հեշտացվեն։ Հայաստանը պետք է դարձնել գրավիչ երկիր, որպեսզի մարդիկ ավելի շատ ձգտում ունեն Հայաստանում աշխատելու։ 90 միլիարդ բեռ, 80-ից 100 միլիարդ, ասենց ասեմ, այդ 90 միլիարդը միջի թիվն է, որը որ պլանավորվում են ավելացնել Հայաստանի տնտեսության տնտեսվարողների վրա որպես հարկային բեռ։ Այդ միայն տնտեսվարողների վրա չէ, թող չզբաղվեն, ասենք, թոս փչելով հասարակության աչքերին։ Դա ողջ բնակչության վրա ընկնող ծանրաբեռնվածություն, այսինքն ամեն ընտանիք ամեն տարի իր համեստ ռեսուրսներից պետք է եւս $250 ամեն տարի մոտավորապես $250, $250-300 հարկային պարտավորություն իրականացնի միայն թանկացման հարկային լուրջ մասնագետներ, որը որ կբերի միայն վառելիքի թանկացումը։ Արդյոք դուք այդ բազմապատկի չէ, հաշվարես եք այստեղ Հայաստանի տնտեսվարողների ու տնտեսության մասին խոսում եք որպես որսի։ Դուք բանն եք, որսորդներն եք, նրանք էլ որսն են, ոնց պետք է իրենց բռնեք, ոնց պետք է իրենց հետևից ընկնեք, ու ոնց անեք, որ իրենք չփախնեն։ Այդ մարդկանց աշխատավարձով, այդ մարդկանց տված հարկերով է ձեր աշխատավարձները գոյանում։ Հարգելի քաղաքական մեծամասնություն, դիմում եմ ձեզ, այս օրենսդրական փոփոխություններով, այս հարկային օրենսգիրքով գնում եք նոր ընտրությունների, ինչ եք ակնկալում Հայաստանի ժողովրդից դուք։ Չեք կարծում, որ այս գործողությունները նաև դիվերսիա է ձեր քաղաքական ակնկալիքների նկատմամբ։ Ես ասեմ ձեզ դրա մասին այս ամբիոնից։ Ես բարձրաձայնեմ, որ այս գործողություններով բերելու եք արտագաղթի եւս մի խթանոն, չեմ անում համար են անում ու ինչ նպատակ ու ինչ ծրագիր են իրականացնում այս հեղինակները։ Ինչ է նշանակում, եկել են ու ասեմ բացատրում են, ասում են 118 միլիոնը, չգիտեմ, բաներ նախապես պայմանավորված է ժամանակավորապես հիմա պետք է իջացնենք։ Ինչի համար պետք է իջացնենք։ Այդ ինչ եղավ։ Ուզում հասկանամ։ Գերի են ընկել այս մարդիկ, հարկայինի պլանների կատարման ձեռը։ Գերի են ընկել այս մարդիկ հարկայինի պլանների կատարման ձեռը։ Գերի են ընկել Հայաստանի քաղաքացիները, որ ասենք պետքա սահմանները պաշտպանեն, հետո պարզե որ ասենք այն 10 տարին, 15 տարի, որ մենք ասենք վերաներս փակել ենք, ասում ենք ամեն ինչ բանակ է ման, որ պարզե բանակում ամեն ինչ բարվոք չի։ Գերի ենք ընկել։ Հարգելիներս, դուք այն մարդիկ չեք, որ կարողանաք գերի վերսեք Հայաստանի տնտեսությանը։ Հայաստանի տնտեսվարողները արդեն 10 տարի ձեզ ցույց են տալիս, ցույց են տալիս, որ այդ դեպքերում իրանք լքում են, քվեարկում են ոտքով։ Հայաստանից հեռացել է Հայաստանի լավագույն սերուցքը, տնտեսվարողների, գործ անողների, կազմակերպիչների սերունդը, որը գնացել այլ երկրներում նոր բարիք ստեղծում։ Հիմա ինչ եք անում հետևից ընկած։ Ես կարծում եմ, որ դուք իրականացնում եք մի այլ ծրագիր, այդ ծրագիրը երևի դրսում մշակված ծրագիր է, ոնց անել, որ Հայաստանը վերջնականապես թաղել, որ Հայաստան ոչ տնտեսությունն է, ոչ էլ հնարավորությունն է այդ տնտեսությունը մրցակից լինի որևէ մեկին։ Ակնհայտ տեսնում եմ դա։ Որովհետև եթե այս ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի Հայաստանում այդ հարկային բեռի ավելացումը ձեր բերած հիմնավորումներով, որով դուք փորձում եք եւս մեկ անգամ սերմանեք Հայաստանի տնտեսվարողների մեջ ատելություն, խոշորները փոքրերի նկատմամբ, փոքրերը միջինների նկատմամբ, այդ ձեր տակտիկական քայլերը մեզ պարզ են հասկանել է, չի հաջողվելու։ Ես որպես քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդ, որը որ վերջի տարիներին ասեք այդքան էլ ուղղայած ու հանդիպակաց չէր քննադատում։ Ես հիմա շատ կտրուկ դնում եմ այս հարցը։ Սա քննադատություն է, սա դիվերսիա մեր երկրի նկատմամբ։ Ու ձեզ էլ եմ զգուշացնում հարգելի մեծամասնություն։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի այսպիսի մոտեցումները դառնան դոմինանտ մեր երկրում։ Հայաստանը աշխատող մարդկանց երկիր է եղել միշտ։ Հայաստանը ստեղծող մարդկանց երկիր է եղել միշտ։ Հայաստանի ստեղծող ու աշխատող մարդկանց նկատմամբ այսպիսի վերաբերմունք առավելևս չեմ կիսում այն տեսակետը, թող այս մեկը, այդում ինչ եք բանակցումը բարիշում, թող այս մեկը բարձրանան, այս մեկը չանեն։ Ում հետ ինչ եք բարիշում, էլի գերի ենք մենք ինչ ենք չհասկացա, փշալարի ես կողմից ենք նայում իրանք էլ բաներն են, այդ ավտոմատով կանգ։ Ոչ, հարկային համակարգը ընդհանրապես հացանցյալ է։
Հայկական տնտեսության ու հայկական պետության դոմինանտը չի, ացենցիալը, ու ացենցիալները պետք է զբաղեցնեն իրենց ացենցիալ տեղը, եւ ոչ թե դառնան դոմինանտ, որ մենք էլ մտածենք, ասենք ո՞նց է թանկ այս մարդկանց հետ լեզու գտնենք, բարիշենք, որ ասենք հանգարց իրանք այս հարկատեսակը չավելացնեն, մեր ընտանիքները ասենք չդառնա ամճարունակ։ Թվերից ենք խոսում, թվեր են հնչում Հայաստանում, 550,000 թոշակառու ու ընդամենը 600,000 աշխատող, դուք հասկանում եք ինչա դա, պատկերացնում եք դա ինչ իմաստ է, Հոլանդիայում երբ որ 3 աշխատողին մեկ թոշակառու է անգնում այդ բանը, հա, հարաբերակցությունը, սա ազգով մեկ բանը տագնապ են հայտարարում, ասում են, չի չա կատարում, մեր մոտ արդեն մեկը մեկին է ասել, մի աշխատողը պահում է մի թոշակառուի, մի աշխատողը պահում է բանակի, մի աշխատողը իր տված հարկերով պահում է բաներին նպաստներ է աղքատության, մի աշխատողի տված հարկերով պահում է իր պետականս ողջ ապարատը, այսօր են գնացի ասել, փոխանակ մենք կարողանանք ամեն ինչ անել, օգնել մարդկանց որ ասել մի լքեք Հայաստանը, մեծացեք աշխատատեղերը, հնարավորություն ստեղծեք, մենք ձեզ կտանք արտոնություններ, արեք այդ գործերը, չէ, անպայման պետք է բերել Հայաստանի քաղաքացիների վրա, դնել մամլիչը, սխմել տնալ տակ ինչ կմնա։ Կարկանում եմ, համարում եմ դիվերսիա։ Այս Տենց ասեմ, իմ մտքերը ես պատրաստում եմ ասեմ շարադրել ասեմ նաև առանձնացուցիչ ժամանակ հանրապետության նախագահին։ Ու ապացուցել, որ սա դիվերսիա է Հայաստանի հանրապետության նկատմամբ։ Ու մարդիկ որ նստած այս ամբիոնից գալի պատմում են մեզ թե ոնց են ասենք իրանք ասենք առաջ մի 24 ժամանոց ռեժիմով փաստաթղթերի ուղղման համակարգը, հետո տեղափոխեցին մի ժամանոց, հետո տեղափոխվում են 10 րոպեանոց ռեժիմի, հա։ Պարզվում է ոնց որ ասենք այդ մարդիկ գործ ունեն բաներ, այդ հանցագործների համակարգի հետ Հայաստանի տնտեսությունը հանցագործների համակարգը իրանք էլ բաներն են, վերակացումներն են, որ պետք է այդ հանցագործներին չթողան հանգարտ իշոր բան անեն։ Ես ազգային ժողովի դալիճում նստած ամոթ եմ ապրում, ասենք դրա համար որ այսպիսի բաներ անջում էր։ Այս ամբիոնից ամաչում եմ դրա համար։ Մեր այն մարդկանց համար, ովքեր որ աշխատում են ամեն օր, ովքեր որ ստեղծում ու հարկեր են վճարում, այ դրանց համար եմ ամուչում։ Ժամանակն է, որպեսզի քաղաքական մեծամասնությունը, ինչպես նաև ընդդիմությունը, այս հարցում արդեն իր վճռական խոսք ասի, որտեղ եթե այդ վճռական խոսքը չասեք, վաղը չեմ ուսուցել, սա հետևանքների առաջ են կանգնելու, աղետալի հետևանքների, որտեղ եթե Հայաստանի աշխատող համակարգից, ստեղծող համակարգից եւս հանգարց Հայաստանը լցեց 100-ից 150,000 մարդ, մեր ողնաշարը վերջնականապես կկոտրվի։ Մենք չենք ունենա մարդիկ, ովքեր որ բան են ստեղծում, նոր բան են ստեղծում։ Մենք չենք ունենա մարդիկ, ովքեր կարողանում են քրտինքը աշխատանքի շնորհիվ վերածել փողի, հավելել արժեքի։ Մենք չենք ունենա մարդիկ, որոնք որ կարողանում են կազմակերպել հայկական արտադրանքի իրացումը դրսում։ Մենք փոխանակ մտածեք այդ մասին, թե ասենք Հայաստանի տնտեսվարողներին ինչ հեռանկարներ ցույց տակ, մտնենք Եվրասիական տնտեսական միության մեջ, ցույց տակ հեռանկարներ, ասեք մենք խրախուսում ենք, որպեսզի SSS բլոկներում դուք ավելի արդյունավետ աշխատեք, որպեսզի կարողանաք այս խորշերը զբաղեցնեք տնտեսական, Եվրասիական տնտեսական միություն օրինակի համար։ Օրինակի համար Դաղստանը 10 միլիոն զույգ կոշիկ է կարում տարեկան։ Դաղստանը, որ կյանքում կոշիկ կարելու հետ կապ չուներ, 10 միլիոն զույգ կոշիկ է կարում ու ապահովում է Ռուսաստանի դաշնության կոշիկի պահանջարկի մի մասը։ Այդ ո՞նց եղավ։ Այդ քիչ է գալի ասում, ուրեմն SSS արտոնություն եք տալի այս ոլորտներին, այս սեգմենտներին, ժողովուրդ աշխատեք ու իրացեք ձեր ապրանքը։ Հակառակը դրելու մամլիչը որոշել եք քամեք, որ ինչ անեք։ Ինչ է դառնալու սրա արդյունքը։ Թողենք գնանք սաղս, որ բարձրանենք ձեզանից։ Հա։ Չի ստացվելու, չեք հասնելու դուք այդ նպատակին, բոլոր գործիքներով պայքարելու եմ, որպեսզի այս փոփոխությունները չլինեն։ Սա Գուրգեն Արսենյանի եւ Միավորված աշխատանքային կուսակցության տեսակետներ։